Ասենք փառք Տիրոջը քուրեր եղբայրներ ջան։ Շնորհակալ ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսից իր ամեծ ողորմությունների համար։ Եվ մենք ամեն օր իրոք պարտավոր ենք նրան փառավորելու։ Ինչ լավ է, որ գրված է իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, իմ ճամփաները ձեր ճամփաները չեն։ Որովհետև Աստված եթե մարդու պես մտածեր, մարդու պես խորհեր, միգուցե ընդհանրապես փրկվող չլիներ, կամ էլ բոլորը փրկվեին, չգիտեմ, բայց երևի ոչ մեկը չփրկվեր։ Բայց Աստծո խորհուրդները շատ տարբեր են մարդու խորհուրդներից եւ ճամփաներից։ Ես ուզում եմ խոսամ Սաղմոս 27-ից, թեպետ սրա մասին որոշ խմբերում խոսացել ենք։ Սաղմոս 27:8 համարը պիտի կարդամ եւ իրար հետ նայենք մի փոքր։ Իմ երեսս փնտրեցեք, ասեցիր։ Իմ երեսս փնտրեցեք, ասեցիր։ Իմ սիրտս էլ քեզ ասեց, քո երեսը պիտի փնտրեմ, ով Տեր։ Եք Աստված ասում է իմ երեսս փնտրեցեք եւ գրված է իմ սիրտս էլ ասեց քեզ քո երեսը պիտի փնտրեմ ով Տեր։ Ինչ է նշանակում Տիրոջ երեսը փնտրել, քուրեր եղբայրներ։ Երբ որ այս խոսքերը Աստծո հոգով մենք հասկանում ենք, այս խոսքերի մեջ կա երկու իմաստ, երկու ուղղություն, քուրեր եղբայրներ։ Առաջի բանը, երբ որ նայում ենք մարդը պիտի Աստծո հետ հաշտվի, երկրորդը մարդը պիտի մարդու հետ հաշտվի։ Որովհետև Տիրոջ երեսը փնտրել ինչ է նշանակում։ Երբ որ մենք մարդկային այսպես նայում ենք, մարդ ծնող երեխա հարաբերության մեջ շատ հաճախ լինում է, որ ծնողը իր դեմքի արտահայտությունով կարող է երեխայի հետ խոսա, չէ՞։ Նաև երեխեն է կարող ծնողի հետ խոսա։ Բայց հիմնականում, երբ որ ծնողը երեխուն նայում է, երեխեն արդեն հասկանում է ծնողը ինչ է ուզում ասի։ Երբ որ երեխեն մի հատ վատ բան արած լինեմ, չէ՞, մի հատ վատ արարք արած եղնեմ, եւ ծնողը տուն է մտնում, այս երեխեն ինչ է անում։ Հայացքը փախցնում է, չէ՞։ Հայացքը փախցնում, աչքերը փախց չի կարամ ուղիղ նայի։ Եվ ծնողը ակամայից հասկանում է, որ այստեղ ինչ-որ մի բան այն չի, մի բան կատարվել է։ Եվ Տերը ասում է իմ երեսս փնտրեցեք։ Ինչի համար շեշտեցինք, որ Աստված մարդու պես չի մտածում։ Մենք կարանք մի հատ հասարակ, թեկուզ այս բաժակի պատճառով, որ երեխեն ջարդել է, կոտրել է, երեխու վրա ջղայնանանք, չէ, բարկանանք, այդ բարկությունը, չգիտեմ, ժամեր տևի, բայց գրված է, որ Տեր, քո բարկությունը միակնթարթ է, բայց քո ողորմությունը հավիտյան։ Երբ որ Ադամը ու Եվան Եդեմի պարտեզի մեջ, քուրեր եղբայրներ, մեղանչեցին, անհնազանդություն արեցին Աստծու առաջ, գրված է 3-րդ գլխի 9 համարում։ Տեր Աստված 8 համարում կներեք։ Օրվա զով ատենը պարտեզի մեջ պտտվող Տեր Աստծու ձայնը լսելով, Ադամը ու իր կինը Տեր Աստծո երեսեն պարտեզի ծառերի մեջ պահվեցին։ Ասմա Ադամը ու Եվան, երբ որ Աստծու ձայնը լսեցին, որ գալիս է, ինչ արեցին, պարտեզի ծառերի մեջ պահվեցին Աստծու երեսից։ Աստծու երեսից ասմա պահվեցին այդ ծառերի մեջ։ Բայց Աստված ասմա իմ երեսս փնտրեցեք։ Իմ երեսս փնտրեցեք։ Ինչ է նշանակում սա, քուրեր եղբայրներ։
Եվ ուզում եմ կարդամ 34 Սաղմոսի մեջ 16 համարը, 15-16 համարները։ Տիրոջ աչքերը արդարների վրա են, ու նրա ականջները նրանց աղաղակին։ Տիրոջ երեսը չարագործների դեմ է, նրանց հիշատակը երկրից բնաջինջ անելու։ Գիտեք, այստեղ հարցը գնում է ոչ թե նրա մասին, որ մարդը հենց մեղանչեց, վերջացավ այդ մարդու վերջը եկել է։ Այստեղ հարցը նրա մեջ չի գնում։ Հարցը կանում է նրա մեջ, թե մարդը այս պարագաների մեջ ում երեսն է փնտրում։ Երբ որ Ադամը եւ Եվան մեղանչեցին եւ Աստված ասավ ինչ արեցիք, Ադամը միանգամից իր երես ուղեց Եվայի վրա։ Ասավ այս սա էր, որ դու տվեցիր, նա ինձ տվեց, որ ուտեմ։ Եվան Ադամը փնտրեց Եվայի երեսը, Եվան փնտրեց օձի երեսը։ Բայց Աստված ասում է իմ երեսը փնտրեցեք։ Ինչ էլ արել ես, Աստծու երեսը փնտրի դու։ Որտեւ Աստված ինքը ներող Աստված է եւ ինքը սեր է։ Եվ Աստված միշտ կանչում է դեպի իրան։ Երբ որ կարդում ենք 42 Սաղմոսի մեջ, ժողովուրդ ջան, 42 Սաղմոս 5 համարի մեջ, տեսեք ինչ հետաքրքիր ասում։ Ինչու կցածնաս ով իմ հոգիս, եւ ինչու իմ ներսիտիս անհանգիստ ես։ Աստծուն հուսա, որտեւ անգամ մնալ նրան պիտի գովեմ իր երեսի փրկության համար։ Տեսեք, այս մարդը իր մեջ խնդիրներ ուներ եւ ասում է ինչու կցածնաս իմ հոգիս եւ ինչու անհանգիստ ես իմ ներսիտիս։ Ես էլի Տիրոջ երեսի փրկության համար նրան պիտի գովամ։ Այս մարդը հասկացել էր, որ Տիրոջ երեսը փնտրել նշանակում է ամեն պարագայի մեջ դու նայի Հիսուսին, դու փնտրի նրա կամքը, դու փնտրի նրա բնությունը, նրա ներկայությունը, ինչ էլ կա քո կյանքի մեջ, ինչ վիճակով էլ եկել ես, դու նրա երեսը փնտրի։ Դու մի թաքնվի նրանից, ինչպես Ադամը ու Եվան, երբ որ պարտեզի մեջ մեղանչեցին, թզենու տերևներ կարեցին նրանց վրա։ Այդ թզենու տերևները դա մարդկային արդարությունն է։ Դու ոչ թե քո մարդկային արդարության հետևը տապկած, այլ դու պարզ գնա Աստծո երեսի առջև։ Դու պարզ ներկայացի Աստծո երեսի առջև, նրանից է քո փրկությունը։ Ինչպես որ կաս, կեղծավորություն մի արա, անկեղծորեն ասա Տեր Աստված, ես եմ այս մարդը, ես եմ այս վիճակի մեջ, ես է իմ ներսը, ինձ օգնի, ինձ բժշկի։ Տիրոջ երեսը, ասма իմ երեսս փնտրեցեք, ասեցիր, եւ իմ սիրտս էլ ասեց, քո երեսը պիտի փնտրեմ։ Երբ որ Հիսուս Քրիստոս Պետրոսի հետ զրույց ունեցավ, քուրեր եղբայրներ, Պետրոսի հետ զրույց ունեցավ եւ ասավ, որ ընդհանուր ասեց, ես պիտի գնամ խաչվեմ, բայց Պետրոս ասավ ոչ, այդ բանը չի լինելու քո հետ, ես մինչև վերջ կգամ, ասավ Պետրոս, դու ինձ 3 անգամ պիտի ուրանաս։ Ու երբ որ ուշադիր կարդում ենք Մարկոս ավետարանի մեջ, Մարկոս ավետարանի ուրեմն 14-րդ գլխի 30 համարից եմ կարդում։ Հիսուս ասեց նրան. ճշմարիտ կսեմ քեզ, որ դու էլ այս գիշեր դեռ հավը 2 անգամ չխոսած 3 անգամ պիտի ուրանաս ինձ։ Եվ Պետրոսը կպնդեր ու կասեր, թեև քեզ հետ մեռնել ալ պետք լինի ինձ, բնավ քեզ պիտի չուրանամ։ Նույնպես բոլորն ալ ասում էին այս բանը։ Իրականում բոլորն էլ այս բանը ասում էին, որ մենք չենք ուրանա, մենք գալու ենք քեզ հետ։ Բայց ինչու հենց Պետրոսի հետ տեղ ունեցավ սա։ Ինչու Պետրոսի հետ տեղ ունեցավ։
Որովհետև Պետրոսը վստահ էր իր ուժերի վրա։ Եվ Պետրոսը գրվածա պնդում էր սա։ Ու երբ որ ուրացավ Պետրոսը, գրվածա Ղուկաս ավետարանի մեջ 22-րդ գլխի 61 համարում Տերը նայեցավ ու Պետրոսին նայեցավ, դարձավ ու Պետրոսին նայեցավ, Պետրոսն էլ միտքը բերավ Տիրոջ խոսքը, որին ասել էր, դեռ հավը չխոսած 3 անգամ պիտի ուրանաս, եւ Պետրոս դուրս ելնելով դառնապես լացեց քուրեր եղբայրներ։ Երբ Պետրոսը հասկացավ իր մեղավորությունը, ուրանալուց հասկացավ, ոչ, երբ որ ասմանա դարձավ ու Պետրոսին նայեցավ։ Նա դարձավ ու Պետրոսին նայեցավ։ Գիտեք, երբ որ մարդը ուշադիր նայում է Աստծուն, երբ որ մարդը ուշադիր նայում է Հիսուս Քրիստոսին, այդ նայելուց է գալի իր մեջ զղջումը, այդ նայելուց է գալի իր մեջ բժշկությունը եւ փրկությունը, քուրեր եղբայրներ։ Գրված է Հովանու առաջի թղթում, Հովանու առաջի թղթի հենց առաջի համարներից եմ ուզում կարդամ։ Կենաց բանի վրայով, որը սկզբեն էր, որի համար լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք ու մեր ձեռքերը շոշափեցին։ Գիտեք, տեսնելը եւ նայելը տարբեր բաներ է։ Տեսնելը կարաս դու այսպես մի հատ տեսնես ու անցնես, բայց նայելը, երբ որ դու կանգնում ես եւ ուշադիր նայում ինչ որ մի բանի, ու երբ որ խաչի վրայի ավազակը ուշադիր նայեց Հիսուսին, նա տեսավ, որ նա արդար է, բայց ինքը մեղավոր։ Նա տեսավ, որ այդ արդարը անմեղը խաչվել է անտեղի տեղը, բայց իրանց մեղքի համար են խաչվում, իրանց մեղքի պատճառով են պատիժ կրում։ Գիտեք, Եբրայեցիս թղթում գրված է 12 համարում, Եբրայեցիս 12-ի մեջ, տեսեք ինչ ասում։ Երկրորդ համարում, Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Երբ որ մարդը սկսում է նայել, ինքը տեսնում է, որ իր հավատքի առաջնորդը Հիսուսն է։ Երբ որ մարդը ուշադիր է նայում, նա տեսնում է, որ Հիսուսի մեջ կա այդ ուրախությունը եւ ինքը այդ ուրախության համար է խաչը հանձնարել եւ խաչվել իր համար, մեզ համար։ Ուրեմն, երբ որ Սաղմոս 2-ում գրում է, իմ երեսս փնտրեցեք, ասեցիր։ Առաջի պայմանը Աստծո երեսը փնտրելու համար պետք է Աստծո հետ հաշտվի մարդը։ Պետք է Աստծո հետ հաշտվի մարդը։ Իր կյանքի բոլոր վիճակների մեջ պետք է համաձայն եղնի Աստծո հետ, որովհետև Մատթեոս ավետարանի մեջ 5-րդ գլխի մեջ, երբ որ կարդում ենք Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 8 համարում, այսպես է գրված. Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք պիտի տեսնեն Տիրոջը։ Պիտի տեսնեն Տիրոջը։ Ու մենք տեսանք, որ առաջի եւ կարևոր պայմանը Աստծո երեսը փնտրելու, Աստծո երեսի առջև կանգնելու համար պետք է Աստծո հետ հաշտ եղնի եւ սրտով մաքուր եղնի մարդը, որովհետեւ երբ որ մարդը սրտով կոտրված է եւ սրտով խոնար է Հիսուսի առաջ, ինքը կարողանում է ներկայանա Աստծո առաջ, ինքը կարողանում է Տիրոջ երեսը փնտրի եւ Տերը բնավ բարկացած չի քո վրա քուրս ու եղբայրս, Տերը իր ձեռքերը մեկնած կանչում է քեզ։ Ու երկրորդ բանը, ես ուզում եմ նայենք, երբ որ Հակոբը իր Եսավ եղբորից փախել էր իր Եսավ եղբորից, թեպետ մենք կարդում ենք, որ Հակոբը Աստծո հետ էր, Աստված նրա հետ էր, բայց Հակոբի կյանքի մեջ մի հատ կարևոր խնդիր կար, որ իր եղբոր դեմ ինքը պրոբլեմ ուներ, եղբայրը իր դեմ պրոբլեմ ուներ։ Ու 33-րդ գլխի մեջ կարդում ենք սրա մասին։ Շատ չեմ ուզում այդ պատմությունը կարդամ, ուզում եմ այդ համարը կարդամ։
10-րդ համարը։ Եվ Հակոբ ասեց. ոչ, կաղաչեմ քեզ, եթե հիմա քո առջևը չնորք գտա, իմ ձեռքից ընծան ընդունի, քանզի քո երեսը Աստծու երեսը տեսնելու պես տեսա, եւ ինձ հաճեցար դու։ Հակոբը Եսավին ասում է. աղաչում եմ այս ընծանները վերցրու, որովհետև քո երեսը Աստծու երեսը տեսնելու պես տեսա։ Ինչ է նշանակում սա։ Գիտեք, երբ որ մարդը խնդիր ունի ինչ-որ մեկի հետ, ինքը չի կարողանում եւ այդ մարդուն նայի եւ Աստծուն նայի։ Բայց երբ որ մարդը հաշտվում է մարդու հետ, մարդը իր ներսում եղած խնդրեմը լուծում է այս մարդու հետ, ասում է քո երեսը Աստծու երեսը տեսնելու պես տեսա։ Այ իրականության մեջ սենց է, ժողովուրդ ջան։ Եվ Աստված մեզ կոչ է անում, որ ամենքի հետ մարդը պիտի հաշտ լինի։ Ամենքի հետ, ում հետ որ դու շփվում ես, ում հետ որ դու վերաբերվում ես, դու պետք է սրբությամբ եւ խաղաղությամբ վարվես։ Դա ասում է Սուրբ Գիրքը։ Եբրայեցիս թղթի մեջ է գրված դա։ 12-րդ գլուխ 14 համար։ Խաղաղության ետևից եղեք ամենքի հետ եւ սրբության, առանց սրա մեկը պիտի չտեսնի Տիրոջը։ Ասում է ամենքի հետ խաղաղության ու սրբության հետևից եղեք, առանց սրա մեկը պիտի չտեսնի Տիրոջը։ Գիտեք, Տիրոջը բոլորը պիտի տեսնեն, բայց մի մասը պիտի տեսնի փրկվելու համար, մի մասը պիտի տեսնի դատապարտվելու համար։ Հիմա այսօր դու քո սրտի մեջ քննի քուրս ու եղբայրս, դու Տիրոջ երեսը, որ պիտի տեսնես, ինչ վիճակով պիտի տեսնես, եթե անհաշտություններ կա քո մեջ, եթե խռովություններ կա քո մեջ, նախ Տիրոջ հետ եւ հետո մարդկանց հետ, դու պետք է շատ լուրջ մտածես։ Տիրոջ երեսը պիտի տեսնեն նրանք, ովքեր խաղաղության եւ սրբության հետևից են եղել բոլորի հետ, գրած է ամենքի հետ։ Երբ որ դու մարդկանց հետ վերաբերվում ես, մարդկանց հետ շփվում ես, դու ինչպես ես գնահատում դիմացինիդ, ինչպես ես նայում դիմացինիդ, որպես մեղավոր թշվառ ընկած ինչ-որ մեկը, թե ընդհակառակը դու ես քեզ մեղավորի տեղ դնում եւ մարդուն նայում ես որպես Աստծո Քրիստոսի արյան գինը։ Ու երբ որ մարդկանց հետ խաղաղությամբ եւ սրբությամբ ես վարվում, դու Տիրոջ երեսը կտեսնես փրկվելու համար։ Բայց եթե քո սրտում կա խնդիրներ, խնդիրներ, մարդկանց հետ կապված եւ քո հետ վեճը չի եւ դու հոգ չես անում դրանից դուրս գալու համար, դրանից ապաշխարելու համար, էլի Տիրոջ երեսը կտեսնես։ Բայց գրված է, Տիրոջ երեսը չարագործների դեմ է նրանց երկրի երեսից բնաջին ճանելու համար։ Այսօր մենք պիտի լուրջ մտածենք, քուրեր եղբայրներ։ Առաջի բանը Տիրոջ երեսից մի փախի։ Տիրոջ երեսից մի փախի, նրա հետ հաշտվի։ Սուրբ Գիրքը ասում է, եթե մեկը մեղ գործի եւ չմնա Քրիստոսի վարդապետության մեջ, նա Աստծուն չունի, նա Աստված չունի, բայց եթե մեկը կմնա Քրիստոսի վարդապետության մեջ, նա հորն էլ ունի, որդուն էլ ունի։ Այսօր մենք բոլորս էլ մեղանչական ենք, մեղանչել ենք, մեղավոր ենք ամեն օր, բայց ինչպես ենք վերաբերվում Աստծո հետ, Աստծո խոսքի հետ, երբ որ դու ջարդված, կոտրված, խոնարհված մոտենում ես Հիսուսին եւ ամեն մեղքը քո վրա վերցնելով, Աստծո երեսը քո վրա փայլում է, ժողովուրդ ջան։ Աստված իր երեսը փայլեցնում է քո վրա եւ քեզ ներում ու մաքրում է, սուրբում է։ Երբ որ դու մարդկանց հետ հաշտ ես, ինչ խնդիրներ է որ կա, գիտեք մենք մարդ ենք, չի կարա խնդիրներ չլինի, չի կարա խնդիրներ չլինի, բայց դու այդ խնդրից հետո ինչպես ես վերաբերվում մարդու հետ։ Գիտեք շատերը ասում են, ես ներել եմ, բայց էլ իր հետ չեմ ուզում շփվեմ։ Դա ներում չի, ժողովուրդ ջան։ Եթե դու ներել ես, դու պիտի նրա հետ նույն ձևով եղնես, նույն ձևով։ Կարող է քո գործը իրար հետ չի ստացվում, դա ուրիշ բան է, բայց որպես մարդ, որպես հարաբերություն, դու եթե ներել ես մարդուն,
Դու պետքա ապրես որպես ներող մարդ այդ մարդու հետ նույն հարաբերության մեջ։ Որտեւ առանց սրա մարդը Տիրոջ երեսը չի փնտրելու։ Դրա համար մենք պետք է ունենանք զղջման հոգի, ներման հոգի, քուրեր եղբայրներ, որովհետեւ Աստված ինքը մեզ ներեց, Աստված ինքը մեզ ողորմություն արեց ու կյանք տվեց։ Մենք Տիրոջ երեսը փնտրողներս պիտի Աստծո հետ հաշտ լինենք եւ մարդկանց հետ հաշտ լինենք։ Առանց սրա մեկը չի տեսնելու Տիրոջը։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ես ուզում եմ աղոթք անենք։ Ալելույա, փառք քեզ հավիտենական Աստված։